Ինքը Արմեն Գարոն, որը կարծեք թե Իթիատի հետ հարաբերություններ ուներ եւ Իթիատը ամեն կերպ աշխատել է նրան պաշտոններ տալ եւ տվել է պաշտոններ, հրապուրված չի եղել դրանով, այսինքն չի ընկել թակարդը, լավ գիտակցել է այդ խոստումների իրական արժեքը եւ 14 թվականի Արմեն Գարոն արդեն պատերազմի շրջանում արմատապես փոխված Արմեն Գարոն է, որը մտածում է ամեն կերպ արևմտայությանը փրկելու մասին, որտեղ հասկանում է, որ սկսած պատերազմը բերում է արևմտայության համար մեծ խնդիրներ։ Սա է պատճառը, որ Օսմանյան խորհրդարանի նախկին падգամավորը եւ Օսմանյան կառավարության նախկին անդամը Արմեն Գարոն երկու անգամ է նախարարի պաշտոն զբաղեցրել, նա էլ առևտրի նախարարի պաշտոնը զբաղեցրել Օսմանյան կառավարությունում, հանկարծ դառնում է կամավորական շարժման ջատագովներից մեկը, հայտնվելով Կովկասում եւ ոչ միայն դառնում է ջատագով, այլ նաեւ դառնում է այն մարմինի անդամ, որի այսպես անմիջական ղեկավարությամբ պիտի ստեղծվեին կամավորական ջոկատներ։ Նա դառնում է կամավորական ջոկատների կարգադրիչ մարմնի անդամներից մեկը։ Ավելին, նա պատրաստակամություն է հայտնում մտնել ջոկատներից մեկը, որը շուտով պիտի մտնի Արևմտյան Հայաստան։ Շատ-շատերի նման նա էլ կարծում էր, որ պատերազմը երկար չի տևի եւ ռուսական բանակները արագ կգրավեն Արևմտյան Հայաստանի տարածքները եւ արևմտայությունը կփրկեն։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։